Երբ հարևանները վերջապես կոտրեցին դուռը, առաջին բանը, որ տեսան, սառը ծխի ամպ էր, որ դուրս էր գալիս բնակարանից։ Ներսում ջերմաստիճանը 0-ից ցածր էր, քանի որ էլեկտրականությունը կտրված էր արդեն 3 օր։ 5 օր անց պիտի նոր տարի լիներ, 1997 թվականի դեկտեմբերի 26-ը, եւ ամբողջ Երևանը փորձում էր գոնե մի քիչ տոնական տրամադրություն ստեղծել այդ սարսափելի տարիներին։ Բայց այս բնակարանում, Աբովյան փողոցի 5-րդ հարկում, տոն չէր լինելու։ Երբ հարևանները մտան ներս, գտան Ֆրունզիկ Մկրտչյանին, Խորհրդային Միության ամենասիրված դերասանին, մարդուն, որի դեմքը ճանաչում էր յուրաքանչյուր ընտանիք Երևանից մինչև Վլադիվոստոկ, ընկած հատակին, մենակ, սառած, մահացած։ Նրա կողքին չկար ոչ ընտանիք, ոչ ընկերներ, ոչ այն միլիոնավոր երկրպագուները, որոնք տասնամյակներ շարունակ ծափահարել էին նրան։ Միայն դատարկ շշեր, մոխրամաններ լի ծխախոտի բզեզներով եւ հին լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս ավելի երջանիկ օրեր։ Ինչպես է հնարավոր, որ մարդը, որը տվել էր ուրախություն միլիոններին, վերջացրեց իր կյանքը այսպիսի ողբերգական մենության մեջ։ Ով էր վերջին անձը, որ խոսեց նրա հետ։ Ինչու ոչ ոք չնկատեց, որ նա մեռնում էր, ոչ թե հանկարծակի, այլ օրեր շարունակ, դանդաղ, ցավոտ, մենակ։ Եվ ամենակարևորը, ով է մեղավոր այն համար, որ Հայաստանի ամենամեծ դերասանը մեռավ այնպես, ինչպես մեռնում են անտուն մարդիկ, մոռացված, լքված, անտեսված։ Ֆրունզիկ Մկրտչյանը չէր ծնվել աստղ լինելու համար։ Նա ծնվել էր 1937 թվականին Լենինականում, փոքրիկ քաղաքում Հայաստանի հարավում, որտեղ կյանքը պարզ էր եւ դժվար։ Նրա ընտանիքը աղքատ էր, հայրը աշխատում էր գործարանում, մայրը խնամում էր երեխաներին։ Ֆրունզիկը չուներ հատուկ տաղանդներ, չուներ կապեր, չուներ այն բաները, որոնք սովորաբար անհրաժեշտ են հաջողության համար, բայց ուներ մի բան, որը չի կարելի սովորեցնել՝ ներքին լույս, որը վառվում էր նրա ներսում եւ որը տեսանելի էր բոլորին, ովքեր նայում էին նրա աչքերին։ Երբ Ֆրունզիկը խաղում էր դպրոցական ներկայացումներում, ուսուցիչները նկատում էին, որ նա տարբեր է։ Նա չէր խաղում դերը, նա ապրում էր այն։ Երբ նա ծիծաղում էր, բոլորը ծիծաղում էին նրա հետ։ Երբ նա լաց էր լինում, բոլորը զգում էին նրա ցավը։ Մի ուսուցիչ, որը տեսել էր նրան 14 տարեկանում խաղալիս փոքրիկ դրամայում, ասաց. «Այս տղան ծնվել է բեմի համար։ Եթե նա չդառնա դերասան, աշխարհը կորցնելու է մի հրաշք»։ Եվ նա ճիշտ էր, բայց ճանապարհը դեպի փառք հեշտ չէր։ Ֆրունզիկը փորձեց մտնել Երևանի Թատերական ինստիտուտ 2 անգամ եւ 2 անգամ էլ մերժվեց։ Ասացին, որ նա չունի ճիշտ տեսք։ Նա չափազանց ցածրահասակ էր, չափազանց սովորական, չափազանց գյուղական։ Բայց Ֆրունզիկը չհանձնվեց։ Նա գնաց Մոսկվա, քաղաք, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրան, որտեղ նա կարող էր սկսել 0-ից։ Եվ այնտեղ, Մոսկվայի մի փոքրիկ թատրոնում, նա վերջապես ստացավ իր առաջին դերը։ Դա փոքր դեր էր, ընդամենը մի քանի տող, բայց Ֆրունզիկը խաղաց այնպես, կարծես դա կյանքի եւ մահվան հարց լիներ։ Եվ մարդիկ նկատեցին։ Ռեժիսորները սկսեցին խոսել այս փոքրիկ հայ դերասանի մասին, որը կարողանում էր ծիծաղեցնել եւ լացեցնել միևնույն ժամանակ։ Եվ շուտով Ֆրունզիկ Մկրտչյանը դարձավ անունը, որը բոլորը գիտեին։ 60-ականները եւ 70-ականները Ֆրունզիկի ոսկե տարիներն էին։ Նա նկարահանվեց տասնյակ ֆիլմերում, որոնք դարձան դասական։ Մենք եւ մեր լեռները, տղաները, մի կարոտիր, նռան գույնը։ Յուրաքանչյուր դեր, որը նա խաղում էր, դառնում էր անմոռանալի։ Նա չէր խաղում հերոսներ, նա խաղում էր սովորական մարդկանց, որոնց հետ յուրաքանչյուր դիտող կարող էր նույնականանալ։ Նա խաղում էր գյուղացիներ, բանվորներ, հայրեր, ամուսիններ, մարդկանց, ովքեր ուներին երազանքներ, վախեր, հույսեր։ Եվ նա խաղում էր նրանց այնպիսի անկեղծությամբ, որ մարդիկ հավատում էին, թե նա իրական է։ Մի քննադատ գրեց. «Ֆրունզիկ Մկրտչյանը չի դերասանում, նա ապրում է, եւ երբ նա ապրում է, մենք ապրում ենք նրա հետ»։ Բայց փառքը ունի իր գինը։ Ֆրունզիկը դարձավ այնքան հայտնի, որ չէր կարող քայլել փողոցում առանց ճանաչվելու։ Մարդիկ կանգ էին առնում նրա հետ խոսելու, լուսանկարվելու, պարզապես դիպչելու նրան։ Սկզբում Ֆրունզիկը սիրում էր դա։ Նա սիրում էր մարդկանց, սիրում էր տեսնել, թե ինչպես են նրանք ժպտում, երբ տեսնում են նրան։ Բայց ժամանակի ընթացքում դա դարձավ բեռ։ Նա չէր կարող լինել ինքը։ Միշտ պետք է լիներ Ֆրունզիկ Մկրտչյանը, աստղը, դերասանը, մարդը, որին բոլորը սիրում էին։ Եվ դա հոգնեցուցիչ էր։ Մի ընկերուհի, որը ճանաչում էր նրան երիտասարդ տարիներից, հիշում է. «Ֆրունզիկը ինձ ասաց. երբեմն ես ուզում եմ պարզապես անհետանալ, գնալ մի տեղ, որտեղ ոչ ոք չի ճանաչում ինձ, եւ լինել պարզապես Ֆրունզիկը, ոչ թե աստղը»։ Բայց նա չէր կարող, քանի որ աստղը նրա ներսում էր, եւ նա չէր կարող փախչել դրանից։ Ֆրունզիկի անձնական կյանքը նույնպես բարդ էր,
Նա ամուսնացավ երիտասարդ տարիքում գեղեցիկ կնոջ հետ, որը նույնպես դերասանուհի էր։ Նրանք ունեին երեխաներ, տուն, ընտանիք։ Արտաքուստ ամեն ինչ կատարյալ էր, բայց ներսում ամեն ինչ քայքայվում էր։ Ֆրունզիկը շատ էր աշխատում, միշտ ճանապարհին էր, միշտ նկարահանումներում։ Նա չուներ ժամանակ ընտանիքի համար, չուներ ժամանակ իր համար։ Եվ նրա կինը, որը սկզբում հպարտ էր նրանով, սկսեց զգալ, որ ապրում է ստվերում։ Նրանք վիճում էին, հեռանում էին միմյանցից եւ վերջապես բաժանվեցին։ Ֆրունզիկը մնաց մենակ։ Նա փորձեց կրկին ամուսնանալ, բայց երկրորդ ամուսնությունը նույնպես ձախողվեց։ Եվ այս անգամ Ֆրունզիկը հասկացավ, որ խնդիրը ոչ թե կանանց մեջ է, այլ իր մեջ։ Նա չէր կարող տալ այն, ինչ ամուսնությունը պահանջում էր՝ ժամանակ, ուշադրություն, սեր։ Քանի որ նրա ամբողջ սերը գնում էր դեպի արվեստը, դեպի բեմը, դեպի այն մարդկանց, ովքեր նստում էին մութ դահլիճներում եւ դիտում էին նրան։ 80-ականների վերջերը Ֆրունզիկի համար սկսեցին փոփոխությունները։ Խորհրդային միությունը քայքայվում էր, հին համակարգը փլատակվում էր եւ նոր աշխարհ էր ծագում։ Աշխարհ, որտեղ Ֆրունզիկի նման դերասանները այլևս անհրաժեշտ չէին։ Նոր սերունդը ուզում էր նոր հերոսներ, նոր պատմություններ։ Ֆրունզիկը փորձեց հարմարվել, բայց դա դժվար էր։ Նա ծերացել էր, հոգնել էր, եւ նրա ներսում այն կրակը, որը երբեմն այրում էր այնքան պայծառ, սկսում էր մարել։ Նկարահանումները դարձան ավելի քիչ, առաջարկները ավելի հազվադեպ։ Եվ Ֆրունզիկը սկսեց զգալ այն, ինչ երբեք չէր զգացել՝ անպետքության զգացում։ Մի ռեժիսոր, որը աշխատել էր նրա հետ տասնամյակներ շարունակ, հիշում է. Ֆրունզիկը ինձ ասաց. «Նրանք այլևս չեն ուզում ինձ։ Ես հին եմ, անցյալի մասնիկ եմ, եւ ով է ուզում անցյալը»։ Ես փորձեցի նրան համոզել, որ դա ճիշտ չէ, բայց նա գիտեր ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ցավեցնում էր։ Երբ Խորհրդային միությունը փլուզվեց 1991 թվականին, Հայաստանը հայտնվեց քաոսի մեջ։ Էլեկտրականությունը կտրվում էր օրական 20 ժամ, ջերմություն չկար, գազ չկար, աշխատանք չկար։ Մարդիկ սառչում էին իրենց բնակարաններում, կտրում էին ծառերը փողոցներից վառելիք ունենալու համար, փորձում էին գոյատևել ցանկացած միջոցով։ Դա էին մութ եւ սառը տարիները, ժամանակաշրջան, որը հայերը երբեք չեն մոռանա։ Եվ Ֆրունզիկ Մկրտչյանը, որը երբեմն ապրել էր փառքի մեջ, հիմա ապրում էր նույն դժվարություններում, ինչ բոլորը։ Նրա պենսիան էր մի քանի հազար դրամ, գումար, որը բավարար չէր նույնիսկ հացի համար։ Նա չուներ խնայողություններ, քանի որ խորհրդային ռուբլին դարձել էր անարժեք թուղթ։ Եվ նկարահանումներ այլևս չկային, քանի որ կինոարդյունաբերությունը մեռել էր։ Ֆրունզիկը փորձեց աշխատել թատրոնում, բայց նույնիսկ այնտեղ ամեն ինչ փլատակվում էր։ Թատրոնները չունեին գումար վճարելու դերասաններին, չունեին ջերմություն տաքացնելու դահլիճները, չունեին լույս լուսավորելու բեմը։ Ներկայացումները տեղի էին ունենում մոմերի լույսի տակ։ Ոչինչ չէր տեսանելի։ Եվ դիտողները նստում էին իրենց վերարկուներով, քանի որ ներսում այնքան սառն էր, որ կարող էիր տեսնել շնչառությունը։ Ֆրունզիկը խաղում էր այդ պայմաններում, բայց դա այլևս նույնը չէր։ Նա զգում էր, որ ինչ-որ բան կորել է, ոչ թե նրա տաղանդը, այլ նրա հավատը։ Հավատը, որ արվեստը կարևոր է, որ այն կարող է փոխել աշխարհը, որ այն կարող է տալ հույս։ Բայց ինչպես կարող ես տալ հույս, երբ դու ինքդ չունես հույս։ Ֆրունզիկի բնակարանը Աբովյան փողոցում դարձավ նրա ապաստան եւ նրա բանտ միաժամանակ։ Դա փոքր բնակարան էր, 2 սենյակ, խոհանոց, լոգարան։ Պատերը ծածկված էին լուսանկարներով, լուսանկարներ ավելի երջանիկ ժամանակներից, երբ Ֆրունզիկը ժպտում էր, երբ նա շրջապատված էր ընկերներով, երբ նա ապրում էր։ Բայց հիմա այդ լուսանկարները նայում էին նրան ինչպես ուրվականներ, հիշեցնելով այն, ինչ նա կորցրել էր։ Ֆրունզիկը անցկացնում էր ժամերը նստած պատուհանի մոտ, ծխելով, նայելով փողոց, որտեղ մարդիկ շտապում էին անցնել, փորձելով գտնել ջերմություն, սնունդ, գոյատևում։ Նա տեսնում էր իր անցյալի արտացոլանքը այդ մարդկանց մեջ, մարդիկ, ովքեր երբեմն ունեին ամեն ինչ եւ հիմա ունեին ոչինչ։ Հարևանները հիշում են, որ Ֆրունզիկը դարձել էր ավելի եւ ավելի մենամարդ։ Նա այլևս չէր դուրս գալիս, չէր խոսում մարդկանց հետ, չէր պատասխանում, երբ նրանք ողջունում էին նրան։ Մի հարևան ասում է. «Մենք տեսնում էինք նրան երբեմն գնում էր խանութ հաց գնելու։ Նա քայլում էր դանդաղ, գլուխը ներքև, ինչպես մարդ, որը կրում է անտանելի բեռ։ Մենք փորձում էինք խոսել նրա հետ, ասում էինք. «Բարև Ֆրունզիկ ջան, ինչպե՞ս եք»։ Նա միայն գլուխ էր շարժում եւ անցնում։ Կարծես նա այլևս չէր լսում մեզ, կարծես նա արդեն ապրում էր մեկ այլ աշխարհում։ Ինչ էր այդ աշխարհը։ Դա էր մենության աշխարհը, հիշողությունների աշխարհը, ցավի աշխարհը։ Ֆրունզիկը ապրում էր անցյալում, քանի որ ներկան չափազանց ցավոտ էր եւ ապագան չափազանց սարսափելի։ Բայց ամենավատը մենությունը չէր, ամենավատը լռությունն էր։ Այն մարդիկը, ովքեր երբեմն շրջապատում էին Ֆրունզիկին, ռեժիսորները, դերասանները, ընկերները, հիմա անհետացել էին։
Ոմանք մեռել էին, ոմանք հեռացել էին երկրից, ոմանք պարզապես մոռացել էին։ Ֆրունզիկը փորձեց զանգահարել հին ընկերներին, բայց հեռախոսները չէին պատասխանում։ Նա գրեց նամակներ, բայց պատասխան չստացավ։ Եվ դանդաղ նա հասկացավ ճշմարտությունը, նա մոռացված էր։ Ոչ թե նրա արվեստը, ոչ թե նրա ֆիլմերը, այլ նա մարդը։ Մարդիկ դեռ դիտում էին նրա ֆիլմերը հեռուստացույցով, դեռ ծիծաղում էին նրա կատակներին, բայց նրանք չէին մտածում, որ այդ մարդը, որը նրանց ուրախացնում էր, հիմա մեռնում էր մենության մեջ։ Մի հին գործընկեր, որը պատահաբար հանդիպեց Ֆրունզիկին փողոցում 1995 թվականին, հիշում է այդ հանդիպումը որպես ցնցող։ Ես տեսա նրան քայլում փողոցում։ Սկզբում չճանաչեցի, քանի որ նա այնքան փոխվել էր։ Նա նիհարել էր, ծերացել էր, նրա աչքերը դատարկ էին։ Ես մոտեցա եւ ասացի. «Ֆրունզիկ, դու ես»։ Նա նայեց ինձ եւ մի վայրկյան կարծես ինչ-որ բան վառվեց նրա աչքերում, բայց հետո այն մարեց։ Նա ասաց. «Այո, ես եմ, կամ այն, ինչ մնացել է ինձնից»։ Մենք խոսեցինք մի քանի րոպե, բայց ես զգացի, որ նա ուզում էր գնալ, ուզում էր լինել մենակ։ Երբ նա հեռացավ, ես կանգնեցի եւ նայեցի նրան, եւ զգացի, որ տեսնում եմ նրան վերջին անգամ։ Եվ ես ճիշտ էի։ Ֆրունզիկը սկսեց խմել։ Ոչ թե շատ, ոչ թե ամեն օր, բայց բավականաչափ, մոռանալու համար։ Օղին դարձավ նրա միակ ընկերը, միակ բանը, որը կարող էր լռեցնել այն ձայները նրա գլխում, ձայները, որոնք ասում էին. «Դու ձախողված ես, դու ավարտված ես, դու ոչինչ ես»։ Հարևանները երբեմն լսում էին նրան խոսում բարձր ձայնով իր բնակարանում, թեև նա մենակ էր։ Նա խոսում էր անցյալի հետ, խոսում էր մարդկանց հետ, ովքեր այլևս չկային, խոսում էր իր հետ։ Մի հարևան ասում է. «Մի գիշեր ես լսեցի նրան լացում»։ Դա չէր սովորական լաց։ Դա էր այնպիսի ձայն, որը դուրս էր գալիս խորքից, ձայն, որը լի էր այնպիսի ցավով, որը չես կարող նկարագրել։ Ես ուզում էի գնալ եւ թակել դուռը, հարցնել, արդյոք նա լավ է, բայց վախեցա։ Վախեցա, որ եթե բացեմ այդ դուռը, կտեսնեմ ինչ-որ բան, որը չեմ ուզում տեսնել։ 1997 թվականի դեկտեմբերը Երևանում էր ամենասառը ամիսը տարիների ընթացքում։ Ջերմաստիճանը իջել էր -20 աստիճանի, եւ քաղաքը ծածկված էր ձյունով եւ սառույցով։ Էլեկտրականությունը դեռ կտրվում էր, եւ մարդիկ փորձում էին տաքանալ ցանկացած միջոցով, վառելով կահույք, գրքեր, ցանկացած բան, որը կարող էր այդվել։ Ֆրունզիկ Մկրտչյանի բնակարանում էլեկտրականությունը կտրվել էր դեկտեմբերի 23-ին։ Նա փորձեց զանգահարել էլեկտրական ընկերությանը, բայց ոչ ոք չպատասխանեց։ Նա փորձեց զանգահարել հարևաններին, բայց նրանք ունեին իրենց սեփական խնդիրները։ Եվ այսպես Ֆրունզիկը մնաց մենակ, սառույցի մեջ, մութության մեջ, լռության մեջ։ Հարևանները հիշում են, որ վերջին անգամ տեսան Ֆրունզիկին դեկտեմբերի 22-ին։ Նա դուրս էր եկել խանութ, գնել էր հաց, մի շիշ օղի եւ մի տուփ ծխախոտ։ Խանութի վաճառողուհին հիշում է. նա մտավ խանութ, եւ ես անմիջապես ճանաչեցի նրան։ Ֆրունզիկ Մկրտչյանը, մեծ դերասանը։ Բայց նա այնքան տարբեր էր տեսնվում։ Նա կրում էր հին վերարկու, որը չափազանց մեծ էր նրա համար, եւ նրա ձեռքերը դողում էին, երբ նա փորձում էր գտնել փող իր գրպանում։ Ես ուզում էի ասել ինչ-որ բան, ասել, որ ես սիրում եմ նրա ֆիլմերը, բայց նա նայեց ինձ այնպիսի աչքերով, որ ես լռեցի։ Նա վերցրեց իր գնումները եւ գնաց։ Եվ ես մտածեցի. Աստված իմ, ինչպես է հնարավոր, որ այսպիսի մարդ ապրում է այսպես։ Դեկտեմբերի 23-ից հետո ոչ ոք չտեսավ Ֆրունզիկին։ Հարևանները չլսեցին ձայներ նրա բնակարանից, չտեսան լույս նրա պատուհաններում։ Բայց դա անսովոր չէր։ Շատ մարդիկ մնում էին ներսում այդ սառը օրերին, փորձելով պահպանել ջերմությունը։ Դեկտեմբերի 25-ը Սուրբ Ծնունդ էր, եւ հարևանները լսեցին երաժշտություն եւ ծիծաղ այլ բնակարաններից, որտեղ ընտանիքները փորձում էին տոնել, չնայած դժվարություններին։ Բայց Ֆրունզիկի բնակարանից լռություն։ Դեկտեմբերի 26-ին մի հարևան նկատեց, որ Ֆրունզիկի փոստարկղը լի է նամակներով եւ թերթերով, որոնք ոչ ոք չէր վերցրել։ Նա մտածեց, որ դա տարօրինակ է, բայց չարեց ոչինչ։ Բայց երբ դեկտեմբերի 27-ին փոստարկղը դեռ լի էր, հարևանները սկսեցին անհանգստանալ։ 3 հարևան որոշեցին ստուգել Ֆրունզիկին։ Նրանք բարձրացան 5-րդ հարկ եւ թակեցին դուռը։ Ոչ մի պատասխան։ Նրանք թակեցին ավելի բարձր, կանչեցին նրա անունը։ Դեռ ոչ մի պատասխան։ Նրանք փորձեցին բացել դուռը, բայց այն կողպված էր ներսից։ Մի հարևան ասաց. «Մենք պետք է կոտրենք դուռը։ Ինչ-որ բան սխալ է»։ Եվ այսպես նրանք արեցին։ Երբ դուռը բացվեց, նրանց դիմավորեց սառույցի պես օդ եւ լռություն, որը ավելի բարձր էր, քան ցանկացած ձայն։ Նրանք մտան ներս եւ գտան Ֆրունզիկ Մկրտչյանին ընկած հատակին, նրա մարմինը սառած, նրա աչքերը բացված, նայելով դեպի առաստաղ, կարծես փնտրելով պատասխան հարցի, որը երբեք չէր տրվելու։ Բժիշկները, ովքեր եկան, ասացին, որ Ֆրունզիկը մահացել էր առնվազն 3 օր առաջ։
Մահվան պատճառը հիպոթերմիա եւ սրտի անբավարարություն։ Նրա մարմինը չէր կարողացել դիմակայել սառույցին, եւ նրա սիրտը, որը երբեմն այնքան ուժեղ էր, այնքան լի կյանքով, պարզապես դադարել էր զարկել։ Բայց նրանք, ովքեր գտան նրան, գիտեին, որ դա ամբողջ ճշմարտությունը չէր։ Ֆրունզիկ Մկրտչյանը չմեռավ սառույցից։ Նա մեռավ մենությունից, մոռացվածությունից, այն զգացումից, որ նա այլևս անհրաժեշտ չէր։ Մի հարևան, որը տեսավ նրա մարմինը, ասաց. «Երբ ես նայեցի նրա դեմքին, ես չտեսա խաղաղություն, ես տեսա ցավ։ Նույնիսկ մահվան մեջ նա չէր գտել հանգստություն»։ Լուրը Ֆրունզիկի մահվան մասին տարածվեց արագ։ Հեռուստատեսությունը հաղորդեց դրա մասին, թերթերը գրեցին մահազդներ, մարդիկ խոսեցին դրա մասին փողոցներում, բայց ամենաշոկայինը այն էր, թե ինչպես նա մեռավ։ Ֆրունզիկ Մկրտչյանը, մարդը, որը տվել էր ուրախություն միլիոններին, մեռավ մենակ, սառած բնակարանում, առանց ընտանիքի, առանց ընկերների, առանց նույնիսկ մեկ մարդու, որը կարող էր բռնել նրա ձեռքը վերջին րոպեներին։ Ինչպես է հնարավոր, որ այսպիսի բան տեղի ունենա։ Ինչպես է հնարավոր, որ հասարակությունը, որը այնքան սիրում էր նրան, թույլ տվեց նրան մեռնել այսպես։ Թաղումը տեղի ունեցավ հունվարի 2-ին, վարի 2-ին, 1998 թվականին։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու նրան, մարդիկ, ովքեր սիրում էին նրա ֆիլմերը, ովքեր մեծացել էին նրա կատակներով, ովքեր հիշում էին նրան որպես մաս իրենց մանկության։ Նրանք լացում էին, նրանք խոսում էին, թե որքան նրանք սիրում էին նրան։ Բայց որտեղ էին այդ մարդիկը, երբ Ֆրունզիկը մեռնում էր մենության մեջ։ Որտեղ էին այդ սերը, այդ հարգանքը, երբ նա ապրում էր իր վերջին օրերը սառույցի եւ մութության մեջ։ Մի դերասան, որը խոսեց թաղման ժամանակ, ասաց. «Մենք կորցրինք հսկա, բայց մենք կորցրինք նրան շատ ավելի վաղ, քան այսօր։ Մենք կորցրինք նրան, երբ մոռացանք նրան, երբ թողեցինք նրան մենակ, երբ չլսեցինք նրա լռությունը, որը աղաղակում էր օգնության համար»։ Ֆրունզիկ Մկրտչյանի մահը դարձավ խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն ամենի, ինչ սխալ էր Հայաստանում 90-ականներին։ Խորհրդանիշ այն բանի, թե ինչպես հասարակությունը կարող է մոռանալ իր հերոսներին, երբ նրանք այլևս օգտակար չեն։ Խորհրդանիշ այն մենության, որը կարող է սպանել նույնքան արդյունավետ, որքան ցանկացած հիվանդություն։ Բայց դա նաև դարձավ զարթոնք։ Մարդիկ սկսեցին խոսել այն մասին, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց դերասաններին, իրենց արվեստագետներին, իրենց ազգային գանձերին։ Սկսեցին հարցեր տալ. քանի հոգի եւս ապրում են այսպես։ Քանի հոգի եւս մեռնում են մենության մեջ, մինչդեռ մենք նստում ենք մեր տներում եւ դիտում ենք նրանց ֆիլմերը։ Այսօր 25 տարի անց Ֆրունզիկ Մկրտչյանի մահից նրա ֆիլմերը դեռ դիտվում են, նրա կատակները դեռ ծիծաղեցնում են մարդկանց, նրա դեմքը դեռ ճանաչելի է յուրաքանչյուր սերնդի համար։ Բայց հարցը մնում է. արդյոք մենք սովորեցինք ինչ-որ բան նրա մահից։ Արդյոք մենք դադարեցինք մոռանալ մեր հերոսներին, երբ նրանք ծերանում են, երբ նրանք այլևս չեն կարող տալ մեզ այն, ինչ մենք ուզում ենք։ Թե մենք դեռ ապրում ենք հասարակությունում, որտեղ փառքը ժամանակավոր է եւ մոռացվածությունը հավերժական։ Ֆրունզիկ Մկրտչյանի պատմությունը պետք է լինի դաս մեզ բոլորի համար։ Դաս այն մասին, որ սերը եւ հարգանքը չպետք է լինեն միայն բառեր։ Դրանք պետք է լինեն գործողություններ։ Եվ այդ գործողություններ պետք է գան ոչ թե մահից հետո, այլ կյանքի ընթացքում, երբ մարդիկը դեռ կարող են զգալ դրանք, երբ նրանք դեռ կարող են իմանալ, որ նրանք սիրված են, որ նրանք հիշված են, որ նրանք կարևոր են։ Ֆրունզիկի բնակարանում, այն փոքրիկ տարածության մեջ, որտեղ նա անցկացրել էր իր վերջին տարիները, հետաքննողները գտան մի բան, որը ոչ ոք չէր սպասում տեսնել, եւ դա էր հին նոթատետր, որի էջերը լի էին ձեռագիր նշումներով, թվականներով, անուններով եւ ամենակարևորը գումարներով, որոնք պետք է վճարվեին նրան, բայց երբեք չվճարվեցին։ Այդ նոթատետրը պատմում էր պատմություն, որը հրապարակայնությունը երբեք չիմացավ։ Պատմություն այն մասին, թե ինչպես Ֆրունզիկ Մկրտչյանը, մարդը, որը նկարահանվել էր ավելի քան 50 ֆիլմում, որը եղել էր Խորհրդային Միության ամենաճանաչելի դեմքերից մեկը, վերջացրեց իր կյանքը գործնականում անգույն։ Քանի որ այն գումարները, որոնք նրան պարտք էին, երբեք չհասան նրա ձեռքերը։ Նոթատետրի առաջին էջում գրված էր. Ֆիլմ «Մենք եւ մեր լեռները», 1959 թվական, պարտք 3500 ռուբլի։ Ֆիլմ «Տղաները», 1952 թվական, պարտք 4200 ռուբլի։ Ցուցակը շարունակվում էր էջերով, տասնամյակներով, եւ յուրաքանչյուր տող էր հիշեցնում, որ Ֆրունզիկը չէր մոռացել։ Նա հաշվում էր, նա սպասում էր, նա հավատում էր, որ մի օր արդարությունը կվերականգնվի։ Բայց այդ օրը երբեք չեկավ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, բոլոր այդ պարտքերը դարձան անիմաստ թղթեր, քանի որ ռուբլին կորցրեց իր արժեքը, եւ ոչ ոք չէր պատրաստ վճարել հին պարտքերը նոր արժույթով։
Մի իրավաբան, որը փորձեց օգնել Ֆրունզիկին վերականգնել գոնե մի մաս այդ գումարների, հիշում է. Ֆրունզիկը եկավ իմ գրասենյակ այդ նոթատետրով։ Նա դրեց այն իմ սեղանին եւ ասաց. «Սա իմ ամբողջ կյանքն է։ Սա այն ամենն է, ինչ ես եմ աշխատել։ Եվ հիմա ասում են, որ դա ոչինչ է»։ Ես նայեցի այդ թվերին եւ հասկացա, որ եթե այդ գումարները վճարվեին, Ֆրունզիկը կարող էր ապրել հարմարավետ կյանք, բայց համակարգը փոխվել էր եւ հին պարտքերը չէին ճանաչվում։ Ես ասացի նրան ճշմարտությունը, եւ նա պարզապես գլուխ շարժեց, վերցրեց իր նոթատետրը եւ գնաց։ Երբ նա հեռանում էր, ես տեսա, որ նրա ուսերը թեքված էին, կարծես նա կրում էր աշխարհի ամբողջ ծանրությունը։ Բայց ֆինանսական խնդիրները միայն մի մասն էին Ֆրունզիկի տառապանքների։ Կար նաև մեկ այլ խավար, որը քիչ մարդիկ գիտեին, եւ դա էր այն փաստը, որ Ֆրունզիկի շուրջը կային մարդիկ, ովքեր փորձում էին օգտվել նրա անունից, նրա համբավից, նրա անցյալից, առանց տալու նրան ոչինչ փոխարեն։ 1994 թվականին մի պրոդյուսեր, որը ներկայացավ որպես հին ընկեր, մոտեցավ Ֆրունզիկին առաջարկով նկարահանել նոր ֆիլմ, որտեղ Ֆրունզիկը կխաղար գլխավոր դերը։ Պրոդյուսերը խոստացավ լավ վարձատրություն, խոստացավ, որ ֆիլմը կլինի հիանալի, խոստացավ, որ դա կլինի Ֆրունզիկի վերադարձը մեծ էկրան։ Ֆրունզիկը, որը այդ ժամանակ արդեն տարիներ շարունակ չէր նկարահանվել, հավատաց այդ խոստումներին։ Նա ստորագրեց պայմանագիր, սկսեց պատրաստվել դերին, նույնիսկ մերժեց այլ առաջարկներ, քանի որ ուզում էր կենտրոնանալ այս նախագծի վրա։ Բայց երբ եկավ նկարահանումների ժամանակը, պրոդյուսերը անհետացավ։ Հեռախոսները չէին պատասխանում, գրասենյակը փակ էր, եւ Ֆրունզիկը հասկացավ, որ խաբվել է։ Պրոդյուսերը օգտագործել էր Ֆրունզիկի անունը ներգրավելու ներդրողներ, հավաքել էր գումար եւ փախել։ Ֆրունզիկը փորձեց գտնել նրան, փորձեց դիմել ոստիկանությանը, բայց 90-ականների Հայաստանում ոստիկանությունը ուներ ավելի մեծ խնդիրներ, քան մի դերասանի խաբեությունը։ Մի ընկեր, որը օգնում էր Ֆրունզիկին այդ գործում, հիշում է. Ֆրունզիկը ինձ ասաց. «Ես չեմ հասկանում, ինչու մարդիկ այսպես են վարվում։ Ես երբեք չեմ վնասել ոչ ոքի։ Ես միշտ փորձել եմ օգնել, երբ կարող էի։ Բայց հիմա, երբ ես ունեմ անհրաժեշտություն, բոլորը կամ փախչում են, կամ խաբում են ինձ։ Եվ ես չգիտեի, թե ինչ պատասխանել նրան, քանի որ նա ճիշտ էր։ Աշխարհը փոխվել էր եւ այդ նոր աշխարհում բարությունը դիտվում էր որպես թուլություն»։ 90-ականների կեսերին Ֆրունզիկի առողջությունը սկսեց արագորեն վատանալ, եւ դա չէր միայն ֆիզիկական հիվանդություն, այլ նաեւ հոգեբանական քայքայում, որը դանդաղ, բայց անխուսափելիորեն ոչնչացնում էր նրան ներսից։ Նա սկսեց ունենալ անքնության խնդիրներ, գիշերները անցկացնում էր արթուն, նստած իր հին բազկաթոռին, ծխելով մի ծխախոտից մյուսը, նայելով պատուհանից դեպի մութ փողոց, որտեղ հազվադեպ էր անցնում մեկը։ Նա սկսեց խոսել ինքն իր հետ, երկար մենախոսություններ, որտեղ նա վերլուծում էր իր կյանքը, իր ընտրությունները, իր սխալները։ Հարևանները, ովքեր երբեմն լսում էին այդ մենախոսությունները բարակ պատերի միջով, ասում են, որ Ֆրունզիկը հաճախ էր հարցնում. «Ինչու՞։ Ինչու այսպես եղավ։ Ես ինչ-որ բան սխալ արեցի։ Ես արժանի եմ այս ամենին»։ Մի հարևան տարեց կին, որը ապրում էր նույն հարկում, հիշում է. «Մի գիշեր ես լսեցի նրան խոսում այնպիսի ձայնով, որը լի էր այնպիսի հուսահատությամբ, որ ես չկարողացա դիմանալ։ Ես գնացի եւ թակեցի նրա դուռը։ Երբ նա բացեց, ես տեսա նրա աչքերը, կարմիր, ուռած, լի արցունքներով։ Ես հարցրի. «Ֆրունզիկ ջան, կարող եմ ինչ-որ բան անել ձեզ համար»։ Նա նայեց ինձ եւ ժպտաց, բայց այդ ժպիտը ավելի ցավոտ էր, քան ցանկացած լաց։ Նա ասաց. «Շնորհակալ եմ, բայց ոչինչ չի կարելի անել։ Ոմանք ծնված են երջանիկ լինելու, իսկ ոմանք տառապելու։ Եվ ես կարծես երկրորդ խմբից եմ»։ Եվ նա փակեց դուռը։ Բայց ամենաանսպասելի բացահայտումը եկավ այն ժամանակ, երբ Ֆրունզիկի մահից հետո նրա հեռավոր ազգական, մի կին, որը ապրում էր Գյումրիում եւ որը չէր տեսել Ֆրունզիկին տարիներ շարունակ, եկավ Երևան եւ պատմեց պատմություն, որը շոկեց բոլորին, ովքեր լսեցին այն։ Նա ասաց, որ 1996 թվականի աշնանը, մոտավորապես 1 տարի առաջ Ֆրունզիկի մահից, նա ստացել էր նամակ Ֆրունզիկից։ Նամակ, որը գրված էր դողացող ձեռագրով, լի էր ջնջումներով եւ շտկումներով։ Կարծես Ֆրունզիկը չէր կարողանում կենտրոնանալ, երբ գրում էր այն։ Նամակում Ֆրունզիկը գրել էր. «Սիրելի Գայանե, գիտեմ, որ մենք չենք խոսել երկար ժամանակ, եւ գիտեմ, որ դու ունես քո սեփական կյանքը, քո սեփական խնդիրները, բայց ես պետք է խոսեմ մեկի հետ, եւ դու միակն ես, ում ես կարող եմ վստահել։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան վատ է ինձ հետ, ոչ թե ֆիզիկական հիվանդություն, այլ ինչ-որ բան ավելի խորը։ Ես զգում եմ, որ կորցնում եմ ինձ, կորցնում եմ այն մարդուն, ով ես եղել եմ։ Երբեմն ես նայում եմ հայելուն եւ չեմ ճանաչում այն դեմքը, որը տեսնում եմ։ Ո՞վ է այդ ծեր հոգնած մարդը։ Ինչպես եղավ, որ ես դարձա նա։ Եվ ամենավատը, ես չգիտեմ, թե ինչպես կարող եմ դրա վրա առաջարկել փոխություն։ Այս մտքերը միշտ հեռանում են, միշտ հեռանում են։
Ես պատմում եմ քեզ այն հիմնական բաներից, որոնք տեսա այդ 2 օրվա ընթացքում։ Ամենահեշտը. մենք երկուսով ես չգիտեմ, թե ինչպես դադարեցնել այս անկումը։ Ես փորձում եմ Գայանե, ես իսկապես փորձում եմ, բայց ամեն օր ավելի դժվար է դառնում։ Գայանեն ասում է, որ երբ ստացավ այդ նամակը, ուզեց անմիջապես գնալ Երևան, տեսնել Ֆրունզիկին, խոսել նրա հետ, բայց այդ ժամանակ նրա ամուսինը հիվանդ էր եւ նա չէր կարող թողնել նրան։ Նա մտադիր էր գնալ մի քանի շաբաթ անց, բայց ապա եկավ ձմեռը, ապա եկավ ձմեռը, ապա եկավ ձմեռը, ապա ձմեռը, ապա եկավ 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 ձմեռը, ձմեռը, ապա եկավ ձմեռը, ապա եկավ ձմեռը, ապա եկավ ձմեռը, ապա եկավ ձմեռը։ Արդեն ուշ էր։ Ֆրունզիկը մեռել էր։ Գայանեն ասում է. ես ապրում եմ այդ մեղքի հետ ամեն օր։ Եթե ես գնայի, եթե ես լսեի նրան, գուցե նա դեռ կապրեր։ Գուցե իմ ներկայությունը, պարզապես իմանալը, որ մեկը հոգ է տանում, բավական կլիներ նրան շարունակելու համար։ Բայց ես չգնացի։ Եվ հիմա ես պետք է ապրեմ այդ որոշման հետ մնացած կյանքս։ 1997 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ Երևանը արդեն սկսել էր պատրաստվել նոր տարվա տոներին, չնայած բոլոր դժվարություններին, Ֆրունզիկ Մկրտչյանը ստացավ հրավեր մասնակցելու մի հեռուստահաղորդման, որը նվիրված էր հայ կինոյի պատմությանը։ Հաղորդման պրոդյուսերը, երիտասարդ կին, որը չափազանց էնտուզիազմով էր վերաբերվում իր աշխատանքին, զանգահարեց Ֆրունզիկին եւ ասաց. «Պարոն Մկրտչյան, մենք շատ կուզենայինք, որ դուք մասնակցեիք մեր հաղորդմանը։ Դուք լեգենդ եք եւ մենք ուզում ենք, որ նոր սերունդը իմանա ձեր մասին, լսի ձեր պատմությունները»։ Ֆրունզիկը սկզբում հրաժարվեց։ Նա ասաց, որ չի զգում իրեն լավ, որ նա խնդրում է մնալ տանը։ Բայց պրոդյուսերը պնդեց եւ վերջապես Ֆրունզիկը համաձայնեց։ Նկարահանումը նշանակվեց դեկտեմբերի 15-ին։ Երբ Ֆրունզիկը եկավ ստուդիա, աշխատակիցները շոկվեցին նրա տեսքից։ Նա նիհարել էր այնքան, որ նրա հագուստը կախվում էր նրա վրա, կարծես կախված լիներ հարթակի վրա։ Նրա դեմքը գունատ էր, նրա աչքերը խոր էին ընկած, եւ երբ նա խոսում էր, նրա ձայնը դողում էր։ Բայց երբ տեսախցիկները միացան, ինչ-որ բան փոխվեց Ֆրունզիկի մեջ։ Նա ուղղվեց, նրա աչքերը փայլեցին, եւ նա սկսեց խոսել իր կյանքի մասին, իր դերերի մասին, իր սիրած մարդկանց մասին։ Նա պատմեց պատմություններ, որոնք ստուդիայի բոլորը ծիծաղեցրին եւ լացեցրին միաժամանակ։ Մի պահ կարծես հին Ֆրունզիկը վերադարձել էր, այն մարդը, որը կարողանում էր մագնիսացնել ցանկացած լսարան։ Բայց երբ նկարահանումը ավարտվեց եւ տեսախցիկները անջատվեցին, Ֆրունզիկը կարծես փլվեց։ Նա նստեց իր աթոռին եւ փակեց աչքերը, եւ պրոդյուսերը տեսավ, որ նա լաց է լինում։ Նա մոտեցավ նրան եւ հարցրեց. «Պարոն Մկրտչյան, լավ եք»։ Ֆրունզիկը բացեց աչքերը եւ նայեց նրան, եւ այն, ինչ նա ասաց, պրոդյուսերը երբեք չի մոռանա։ Նա ասաց. «Գիտես ինչ է ամենադժվարը։ Ամենադժվարը չէ, որ ես ծերացել եմ, կամ որ ես հիվանդ եմ, կամ որ ես աղքատ եմ։ Ամենադժվարը այն է, որ ես հիշում եմ, թե ինչպիսին էի։ Ես հիշում եմ այն ժամանակները, երբ ես կարողանում էի մտնել սենյակ եւ բոլորը դառնում էին դեպի ինձ, երբ ես կարողանում էի ասել մի բան եւ բոլորը ծիծաղում էին, երբ ես զգում էի, որ ես կարեւոր եմ, որ ես ինչ-որ բան նշանակում եմ։ Բայց հիմա, երբ ես մտնում եմ սենյակ, ոչ ոք չի նկատում։ Երբ ես խոսում եմ, ոչ ոք չի լսում։ Եվ ես զգում եմ, որ ես դարձել եմ ուրվական, հիշողություն, ինչ-որ բան, որը մարդիկը հիշում են, բայց այլևս չեն ուզում տեսնել։ Եվ դա ավելի ցավոտ է, քան ցանկացած ֆիզիկական ցավ։ Պրոդյուսերը չգիտեր, թե ինչ ասել։ Նա պարզապես նստեց Ֆրունզիկի կողքին եւ բռնեց նրա ձեռքը, եւ նրանք նստեցին լռության մեջ մի քանի րոպե, մինչեւ Ֆրունզիկը վերականգնվեց բավականաչափ, որպեսզի կարողանար գնալ տուն։ Այդ հարցազրույցը հեռարձակվեց դեկտեմբերի 22-ին, 4 օր առաջ Ֆրունզիկի մահից։ Հազարավոր մարդիկ դիտեցին այն, եւ շատերը զանգահարեցին հեռուստաընկերություն ասելու, թե որքան նրանք հուզված էին Ֆրունզիկին տեսնելուց, թե որքան նրանք սիրում էին նրան։ Բայց ոչ ոք չզանգահարեց Ֆրունզիկին։ Ոչ ոք չգնաց նրա տուն ստուգելու, թե ինչպես է նա։ Ոչ ոք չմտածեց, որ այդ մարդը, որը նրանք տեսան էկրանին, որը խոսում էր այնպիսի ցավով, գուցե իսկապես անհրաժեշտություն ուներ օգնության։ Եվ այսպես Ֆրունզիկ Մկրտչյանը անցկացրեց իր վերջին օրերը մենակ, իր սառած բնակարանում, մինչդեռ ամբողջ քաղաքը պատրաստվում էր տոնել նոր տարին, մինչդեռ մարդիկը խոսում էին այն մասին, թե որքան հիանալի էր նրա հարցազրույցը, մինչդեռ կյանքը շարունակվում էր, անտարբեր նրա տառապանքների նկատմամբ։
Դեկտեմբերի 23-ին, երբ էլեկտրականությունը կտրվեց Ֆրունզիկի բնակարանում, նա փորձեց զանգահարել էլեկտրական ընկել էլեկտրական ընկերություն, բայց գծերը զբաղված էին, քանի որ հազարավոր այլ մարդիկ նույնպես զանգահարում էին նույն խնդրի համար։ Նա փորձեց զանգահարել հարևաններին, բայց նրանցից շատերը չէին տանը, կամ նրանք ինքնին ունեին նույն խնդիրը եւ չէին կարող օգնել։ Եվ այսպես Ֆրունզիկը մնաց մենակ, մութության մեջ, սառույցի մեջ, որը դանդաղ, բայց անխուսափելիորեն լցվում էր նրա բնակարան։ Նա փորձեց տաքանալ հագնելով բոլոր հագուստները, որոնք ուներ, փաթաթվելով բոլոր վերմակներում, որոնք կարող էր գտնել։ Նա նստեց իր բազկաթոռին, ծխեց իր վերջին ծխախոտները, խմեց իր վերջին օղին, փորձելով մոռանալ սառույցը, որը ներթափանցում էր նրա ոսկորներ։ Բայց ոչինչ չօգնեց։ Սառույցը անողոք էր, անխիղճ, եւ այն դանդաղ սպանում էր նրան, ինչպես սպանում էր հազարավոր այլ մարդկանց այդ սարսափելի ձմռանը Երևանում։ Մի հարևան, որը ապրում էր հարկ ներքև, հիշում է, որ դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ծննդյան գիշեր, նա լսեց ինչ-որ ձայն Ֆրունզիկի բնակարանից։ Ձայն, որը հնչում էր ինչպես ինչ-որ բանի ընկնելու ձայն, կամ գուցե մարդու ձայն, որը փորձում էր կանչել օգնություն, բայց այնքան թույլ, որ դժվար էր հասկանալ։ Հարևանը ասում է. «Ես լսեցի այդ ձայնը, եւ մի պահ մտածեցի գնալ ստուգել, բայց ապա մտածեցի, որ գուցե պարզապես երևակայում եմ, կամ գուցե դա ինչ-որ այլ բան է, եւ ես չգնացի։ Եվ այդ որոշումը հետապնդում է ինձ ամեն գիշեր, քանի որ եթե ես գնայի, եթե ես ստուգեի, գուցե ես կարող էի փրկել նրան, գուցե նա դեռ կապրեր, բայց ես չգնացի, եւ նա մեռավ»։ Սա է այն մեղքը, որը կրում են շատերը, ովքեր ապրում էին Ֆրունզիկի մոտ, մեղքը, որ նրանք չարեցին ոչինչ, երբ գուցե կարող էին փրկել նրան։ Բայց արդյոք դա իսկապես նրանց մեղքն է։ Արդյոք մի հարևանի պարտականությունն է փրկել մեկին, ում նա գրեթե չի ճանաչում։ Թե դա ավելի մեծ խնդիր է, հասարակության խնդիր, համակարգի խնդիր, որը թույլ է տալիս, որ մարդիկը մեռնեն մենության մեջ, մինչդեռ ամբողջ աշխարհը շարունակում է պտտվել անտարբեր։ Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան օրը Ֆրունզիկ Մկրտչյանը ամենայն հավանականությամբ դեռ կենդանի էր, բայց նա արդեն չէր կարողանում շարժվել, չէր կարողանում կանչել օգնություն, չէր կարողանում անել ոչինչ, բացի ընկած լինելուց հատակին, սպասելով վերջին։ Նրա մարմինը դանդաղ սառչում էր, նրա սիրտը դանդաղ դադարում էր զարկել, նրա գիտակցությունը դանդաղ մարում էր, բայց նույնիսկ այդ վերջին պահերին, ըստ բժիշկների, ովքեր հետո վերլուծեցին իրավիճակը, Ֆրունզիկը հավանաբար գիտակցում էր, թե ինչ է տեղի ունենում։ Նա գիտեր, որ մեռնում է, նա գիտեր, որ մենակ է, եւ նա գիտեր, որ ոչ ոք չի գալու։ Ինչպիսին են այդ վերջին մտքերը, ինչպիսին են այդ վերջին զգացմունքները։ Արդյոք նա զայրացած էր, հիասթափված, վախեցած, թե նա պարզապես ընդունեց իր ճակատագիրը, ընդունեց, որ սա է վերջը, եւ թույլ տվեց իրեն գնալ։ Մենք երբեք չենք իմանա, բայց մենք գիտենք մի բան. Ֆրունզիկ Մկրտչյանը, մարդը, որը տվել էր ուրախություն միլիոններին, մեռավ առանց ուրախության, առանց սիրո, առանց նույնիսկ մի փոքր մխիթարության, որը յուրաքանչյուր մարդ արժանի է իր վերջին պահերին։ Երբ հարևանները գտան նրան դեկտեմբերի 27-ին, նրանք տեսան տեսարան, որը ոչ ոք չպետք է տեսներ։ Ֆրունզիկը ընկած էր հատակին, նրա մարմինը սառած, նրա դեմքը գունատ, նրա աչքերը բացված, նայելով դեպի առաստաղ։ Շուրջը դատարկ շշեր, մոխրամաններ, հին լուսանկարներ, որոնք ցրված էին հատակին, կարծես Ֆրունզիկը իր վերջին պահերին փորձել էր հավաքել իր անցյալը, փորձել էր հիշել ավելի երջանիկ ժամանակները։ Մի հարևան, որը մտավ առաջինը, ասում է. «Երբ ես տեսա նրան, առաջին բանը, որ զգացի, ոչ թե սարսափ էր, այլ ցավ, անսահման ցավ։ Քանի որ այդ տեսարանը ոչ միայն Ֆրունզիկի մահն էր, այն մեր բոլորի ձախողումն էր, մեր բոլորի մեղքն էր։ Մենք թույլ տվեցինք, որ սա տեղի ունենա։ 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 Մենք թույլ տվեցինք, որ սա տեղի, որ զբաղված է։ Խոստացավ զանգահարել, բայց չզանգահարեց։
Այդ ցուցակում կային 17 հանուն, եւ 17 անգամ Ֆրունզիկը փորձել էր հասնել մեկին, փորձել էր գտնել կապ, փորձել էր զգալ, որ նա ոչ թե մենակ է այս աշխարհում, եւ 17 անգամ նա ստացել էր մերժում, անտարբերություն կամ պարզապես լռություն։ Մի դատավորական բժիշկ, որը տեսավ այդ ցուցակը, հետո ասաց. «Ես տեսել եմ շատ ողբերգական բաներ իմ կարիերայի ընթացքում։ Տեսել եմ մարդկանց, ովքեր մեռել են ամենավատ պայմաններում, բայց այդ ցուցակը, այդ պարզ ձեռագիր ցուցակը ավելի ցնցող էր, քան ցանկացած այլ բան, որ ես երբևէ տեսել եմ։ Քանի որ այն ցույց էր տալիս ոչ թե ֆիզիկական տառապանք, այլ հոգեբանական տառապանք, որը 1000 անգամ ավելի ցավոտ է։ Այն ցույց էր տալիս մարդու, որը հասկանում էր, որ մեռնում է, եւ որը փորձում էր գտնել գոնե մեկ մարդու, որը կմնար նրա հետ, բայց չգտավ ոչ ոքի։ Ո՞վ էին այդ 17 մարդիկը, ում անունները գրված էին այդ ցուցակում։ Նրանցից ոմանք էին հին գործընկերներ, ոմանք էին հեռավորազգականներ, ոմանք էին մարդիկ, ում Ֆրունզիկը օգնել էր տարիներ առաջ, երբ նա ուներ ազդեցություն եւ հնարավորություններ։ Բայց հիմա, երբ Ֆրունզիկը ուներ անհրաժեշտություն, երբ նա կանչում էր օգնության, այդ մարդիկը չէին այնտեղ։ Նրանք ունեին իրենց պատճառաբանությունները, իրենց արդարացումները, իրենց սեփական կյանքերը, որոնք էին ավելի կարևոր, քան մի ծեր դերասանի մենությունը։ Բայց կար մեկը, ում անունը չէր այդ ցուցակում, եւ դա էր Ֆրունզիկի դուստրը, կին, որը ապրում էր Ռուսաստանում եւ որի հետ Ֆրունզիկը չէր խոսել տարիներ շարունակ, ոչ թե որովհետեւ նրանք վիճել էին, ոչ թե որովհետեւ նրանք ատում էին միմյանց, այլ պարզապես, որովհետեւ կյանքը նրանց հեռացրել էր միմյանցից։ Եվ ժամանակի ընթացքում այդ հեռավորությունը դարձել էր այնքան մեծ, որ անհնար էր դարձել այն հաղթահարելը։ Երբ դուստրը իմացավ հոր մահվան մասին, նա անմիջապես ժամանեց Երևան, եւ երբ նա մտավ այն բնակարանը, որտեղ նրա հայրը մեռել էր, նա տեսավ այն ամենը, ինչ մենք արդեն նկարագրել ենք. սառույցը, մութությունը, դատարկ շշերը, հին լուսանկարները։ Եվ նա տեսավ նաեւ մի բան, որը ոչ ոք այլ չէր նկատել. նրա մանկության լուսանկարը, որը Ֆրունզիկը պահել էր իր գրպանում, լուսանկար, որտեղ նա, փոքրիկ աղջիկ, նստած էր իր հոր ուսերին եւ ծիծաղում էր։ Եվ այդ լուսանկարը այնքան մաշված էր, այնքան շատ անգամ էր բռնված, որ գրեթե քայքայվել էր։ Բայց Ֆրունզիկը դեռ պահել էր այն իր սրտին մոտ, նույնիսկ իր վերջին պահերին։ Դուստրը վերցրեց այդ լուսանկարը, նայեց դրան եւ հասկացավ ինչ-որ բան, որը նա երբեք չէր հասկացել նախկինում։ Հասկացավ, որ նրա հայրը, չնայած բոլոր տարիներին, չնայած բոլոր հեռավորությանը, չնայած բոլոր լռությանը, երբեք չէր դադարել սիրել նրան, երբեք չէր դադարել մտածել նրա մասին, երբեք չէր դադարել հուսալ, որ մի օր նրանք կվերամիավորվեն։ Նա նստեց հատակին, այնտեղ, որտեղ գտել էին նրա հոր մարմինը, եւ լաց եղավ այնպիսի ինտենսիվությամբ, որ հարևանները, ովքեր լսում էին, ասում են, որ դա էր ամենաերկարատև եւ ամենաանկեղծ լացը, որ նրանք երբևէ լսել էին։ Թաղումից հետո դուստրը մնաց Երևանում մի քանի շաբաթ, փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել, փորձելով գտնել պատասխաններ հարցերի, որոնք հետապնդում էին նրան, ինչու նրա հայրը մեռավ մենակ, ինչու ոչ ոք չօգնեց նրան, ինչու նա, դուստրը, չիմացավ, որ նրա հայրը այդքան վատ վիճակում էր։ Նա խոսեց հարևանների հետ, խոսեց հին ընկերների հետ, խոսեց մարդկանց հետ, ովքեր աշխատել էին նրա հոր հետ, եւ յուրաքանչյուր խոսակցությունից հետո նա ավելի ու ավելի էր հասկանում, որ նրա հոր մահը չէր պատահական, չէր անսպասելի, այլ էր անխուսափելի արդյունք համակապարքի, որը չէր հոգում իր ծերերի, իր արվեստագետների, իր ազգային գանձերի մասին։ Մի հին դերասան, որը աշխատել էր Ֆրունզիկի հետ 10 տասնամյակներ շարունակ, ասաց նրան. «Քո հայրը մեռավ ոչ թե սառույցից, ոչ թե հիվանդությունից, այլ մեռավ համակարգից, որը վերցրեց նրանից ամեն ինչ, նրա աշխատանքը, նրա արժանապատվությունը, նրա հույսը եւ վերջում նրա կյանքը։ Եվ մենք բոլորս մեղավոր ենք, քանի որ մենք թույլ տվեցինք, որ սա տեղի ունենա։ Մենք նայեցինք եւ ոչինչ չարեցինք, եւ հիմա մենք պետք է ապրենք այդ մեղքի հետ»։ Ֆրունզիկի թաղումից մի քանի ամիս անց Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է ստեղծել հիշատակի հանձնաժողով, որը կուսումնասիրի այն պայմանները, որոնցում ապրում եւ մեռնում էին երկրի արվեստագետները, եւ որ կառաջարկի միջոցներ կանխելու համար նմանատիպ ողբերգություններ ապագայում։ Հանձնաժողովը հավաքեց տասնյակ վկայություններ, հարցազրույցներ, փաստաթղթեր եւ 6 ամիս անց հրապարակեց զեկույց, որը պետք է լիներ զարթոնք ամբողջ հասարակության համար, բայց որը ցավոք մնաց գրեթե անտեսված։ Զեկույցում գրված էր, որ Ֆրունզիկ Մկրտչյանը ոչ թե բացառություն էր, այլ խորհրդանիշ ավելի լայն խնդրի, որը տարածված էր ամբողջ երկրում, խնդրի, որը կապված էր այն հետ, որ 90-ականների Հայաստանը կորցրել էր իր սոցիալական ապահովության համակարգը, կորցրել էր իր մշակութային ենթակառուցվածքը,
կորցրել էր իր հոգատարությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր տվել էին ամեն ինչ երկրի համար, բայց ովքեր հիմա մնացել էին առանց ոչինչի։ Զեկույցում նշվում էր, որ հարյուրավոր արվեստագետներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ ապրում էին նմանատիպ պայմաններում, ապրում էին աղքատության մեջ, մենության մեջ, հուսահատության մեջ, եւ որ եթե ոչինչ չփոխվի, ապա Ֆրունզիկ Մկրտչյանը չի լինի վերջինը, ով կմեռնի այսպես։ Բայց զեկույցը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանը ուներ ավելի անհետաձգելի խնդիրներ՝ տնտեսական ճգնաժամ, քաղաքական անկայունություն, էներգետիկ ճգնաժամ, եւ մարդիկը, ովքեր պետք է կարդային այդ զեկույցը, ովքեր պետք է գործեին դրա հիման վրա, ունեին այլ առաջնահերթություններ։ Եվ այսպես զեկույցը դրվեց դարակի վրա, մոռացվեց, եւ կյանքը շարունակվեց ինչպես միշտ, անտարբեր այն ողբերգությունների նկատմամբ, որոնք տեղի էին ունենում ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Հանձնաժողովի անդամներից մեկը, պրոֆեսոր, որը նվիրել էր իր կյանքը հայ մշակույթի ուսումնասիրությանը, հետո ասաց. «Մենք գիտեինք, որ մեր զեկույցը հավանաբար կկանտեսվի, բայց մենք հույս ունեինք, որ գոնե այն կմնա որպես պատմական փաստաթուղթ, որպես վկայություն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այդ սարսափելի տարիներին, որպես հիշեցում ապագա սերունդների համար, որ նրանք երբեք չթույլ տան, որ նմանատիպ բան կրկնվի։ Բայց նույնիսկ այդ հույսը կարծես չիրականացավ, քանի որ մարդիկը չեն ուզում հիշել ցավոտ անցյալը, դրանք ուզում են մոռանալ, ուզում են շարժվել առաջ, եւ մոռանալով դրանք կրկնում են նույն սխալները։ Բայց եղան նաև մարդիկ, ովքեր չմոռացան, ովքեր չանտեսեցին, ովքեր որոշեցին, որ Ֆրունզիկ Մկրտչյանի մահը չպետք է լինի զուտ վիճակագրություն, այլ պետք է դառնա շարժիչ ուժ փոփոխության համար։ Մի խումբ երիտասարդ դերասաններ, ովքեր մեծացել էին Ֆրունզիկի ֆիլմերը դիտելով, ովքեր երազել էին դառնալ նրա նման, ստեղծեցին հիմնադրամ, որը կոչվեց Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակի հիմնադրամ։ Եվ այդ հիմնադրամի նպատակը էր օգնել ծեր արվեստագետներին, ովքեր ապրում էին դժվարություններում, ապահովել նրանց ֆինանսական աջակցություն, բժշկական օգնություն եւ ամենակարևորը՝ մարդկային ուշադրություն, զգացում, որ նրանք չեն մոռացված, որ նրանք դեռ կարևոր են, որ նրանց ներդրումը հասարակության մեջ դեռ գնահատվում է։ Հիմնադրամի հիմնադիրներից մեկը, երիտասարդ դերասանուհի, ասաց. «Մենք չենք կարող վերադարձնել Ֆրունզիկ Մկրտչյանին, չենք կարող փոխել այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ, բայց մենք կարող ենք ապահովել, որ այլ Ֆրունզիկներ չմեռնեն նույն ձևով։ Կարող ենք ստեղծել համակարգ, որը հոգ է տանում իր մարդկանց մասին, ոչ միայն երբ նրանք երիտասարդ են եւ հաջողված, այլ նաեւ երբ նրանք ծեր են եւ խոցելի»։ Հիմնադրամը սկսեց իր աշխատանքը 1999 թվականին եւ առաջին տարվա ընթացքում այն օգնեց 25 ծեր արվեստագետների, ապահովելով նրանց ամսական ֆինանսական աջակցություն, վճարելով նրանց բժշկական ծախսերը եւ ամենակարևորը, կազմակերպելով կանոնավոր այցելություններ, որտեղ կամավորներ գնում էին այդ մարդկանց տուն, խոսում էին նրանց հետ, լսում էին նրանց պատմությունները, ապահովում էին, որ նրանք չզգան մենություն։ Մի ծեր դերասան, որը օգտվեց հիմնադրամի օգնությունից, ասաց. «Երբ այդ երիտասարդ աղջիկը եկավ իմ տուն առաջին անգամ, ես չհավատացի, որ նա իսկապես հետաքրքրված է իմ մասին։ Ես մտածեցի, որ դա պարզապես ձևականություն է, որ նա կգա մեկ անգամ եւ ես այլևս երբեք չեմ տեսնի նրան։ Բայց նա վերադարձավ։ Շաբաթ առ շաբաթ նա վերադարձավ, եւ մենք խոսեցինք, եւ նա լսեց, եւ առաջին անգամ տարիներ շարունակ ես զգացի, որ ինչ-որ մեկը հոգ է տանում, որ ես դեռ կարևոր եմ, որ իմ կյանքը դեռ ունի իմաստ»։ Այսօր 25 տարի անց Ֆրունզիկ Մկրտչյանի մահից Հայաստանը շատ բան է փոխվել։ Տնտեսությունը կայունացել է, էներգետիկ ճգնաժամը լուծվել է, կյանքի մակարդակը բարելավվել է, բայց հարցը մնում է. արդյոք մենք իսկապես սովորեցինք դաս այն ողբերգությունից, որը տեղի ունեցավ այդ սարսափելի տարիներին։ Արդյոք մենք իսկապես փոխեցինք այն համակարգը, որը թույլ տվեց, որ Ֆրունզիկ Մկրտչյանը մեռնի մենության մեջ։ Թե մենք պարզապես սպասում ենք, մինչև հաջորդ ճգնաժամը, հաջորդ ողբերգությունը, հաջորդ Ֆրունզիկը։ Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակի հիմնադրամը դեռ գործում է, դեռ օգնում է ծեր արվեստագետներին, բայց այն աշխատում է սահմանափակ ռեսուրսներով, սահմանափակ աջակցությամբ, եւ հիմնադրամի ղեկավարները ասում են, որ անհրաժեշտ է ավելի շատ, անհրաժեշտ է պետական ներգրավվածություն, անհրաժեշտ է համակարգային փոփոխություն, որը կապահովի, որ ոչ մի արվեստագետ, ոչ մի մարդ, ով տվել է իր կյանքը մշակույթի, արվեստի, հասարակության համար, չմնա առանց աջակցության իր ծերության տարիներին։ Ֆրունզիկ Մկրտչյանի դուստրը, որը այժմ ապրում է Երևանում եւ որը դարձել է հիմնադրամի ակտիվ անդամ, ասում է. «Ես չեմ կարող վերադարձնել իմ հորը։ Չեմ կարող փոխել այն, ինչ տեղի ունեցավ, բայց կարող եմ ապահովել, որ նրա մահը չլինի զուտ ողբերգություն, այլ լինի դաս, լինի զարթոնք, լինի շարժիչ ուժ փոփոխության համար։ Իմ հայրը մեռավ մենակ, բայց նրա մահը միավորեց մարդկանց,
ստիպեց նրանց մտածել, ստիպեց նրանց գործել, եւ եթե դրա շնորհիվ մեկ այլ մարդ չմեռնի նույն ձևով, ապա իմ հոր մահը չի լինի զուտ ողբերգություն, այլ կլինի զոհաբերություն, որը փրկեց ուրիշներին։ Սա է այն հույսը, որը մենք պետք է կրենք։ Հույսը, որ Ֆրունզիկ Մկրտչյանի մահը, այդ սարսափելի անարդար ողբերգական մահը չի լինի զուտ վիճակագրություն, այլ կլինի շարժիչ ուժ, որը կփոխի հասարակությունը, կփոխի համակարգը, կփոխի այն ձևը, որով մենք վերաբերվում ենք մեր արվեստագետներին, մեր ծերերին, մեր խոցելի մարդկանց։ Բայց այդ հույսը կմնա միայն հույս, եթե մենք չգործենք, եթե մենք չփոխենք մեր վարքագիծը, մեր առաջնահերթությունները, մեր արժեքները։ Ֆրունզիկ Մկրտչյանի պատմությունը պետք է լինի հայելի, որտեղ մենք տեսնում ենք մեր սեփական ձախողումները, մեր սեփական մեղքերը, մեր սեփական անտարբերությունը։ Եվ երբ մենք նայում ենք այդ հայելուն, մենք պետք է հարցնենք մեզ. ինչ ենք մենք անելու այլ կերպ։ Ինչպես ենք մենք ապահովելու, որ այլ Ֆրունզիկներ չմեռնեն մենության մեջ։ Ինչպես ենք մենք ստեղծելու հասարակություն, որը հոգ է տանում իր բոլոր անդամների մասին, ոչ միայն երիտասարդների եւ հաջողվածների, այլ նաեւ ծերերի եւ խոցելիների։ Սա է այն մարտահրավերը, որը Ֆրունզիկ Մկրտչյանի մահը թողեց մեզ համար, եւ սա է այն պարտականությունը, որը մենք ունենք նրա հիշատակի նկատմամբ։ Ապահովել, որ նրա մահը չի լինի զուտ ողբերգություն, այլ կլինի սկիզբ նոր դարաշրջանի, որտեղ ոչ ոք չի մեռնի մենության մեջ, որտեղ ոչ ոք չի մոռացվի, որտեղ յուրաքանչյուր մարդ, անկախ իր տարիքից, իր կարգավիճակից, իր հաջողություններից կամ ձախողումներից, կզգա, որ նա սիրված է, որ նա հիշված է, որ նա կարևոր է։ Սա է այն աշխարհը, որը Ֆրունզիկ Մկրտչյանը արժանի էր, բայց որը նա երբեք չստացավ։ Եվ սա է այն աշխարհը, որը Ֆրունզիկ Մկրտչյանը արժանի էր, բայց որը նա երբեք չստացավ։ Եվ սա է այն աշխարհը, որը Ֆրունզիկ Մկրտչյանը արժանի էր, բայց որը նա երբեք չստացավ։ Եվ սա է այն աշխարհը, որը Ֆրունզիկ Մկրտչյանը արժանի էր, բայց որը նա երբեք չստացավ։ Եվ սա է այն աշխարհը, որը Ֆրունզիկ Մկրտչյանը արժանի էր, բայց որը նա երբեք չստացավ։ Եվ սա է այն աշխարհը, որը Ֆրունզիկ Մկրտչյանը արժանի էր, բայց որը նա երբեք որը ծլի եւ աճի եւ դառնա ծառ, որի ստվերում ապագա սերունդները կգտնեն պաշտպանություն, հոգատարություն, սեր։ Կար մի փաստաթուղթ, որը գտնվեց Ֆրունզիկի բնակարանում նրա մահից հետո։ Փաստաթուղթ, որը տարիներ շարունակ պահվել էր հին ճամպրուկի մեջ, թաքնված հագուստների պահարանի ամենախորը անկյունում, եւ այդ փաստաթուղթը պայմանագիր էր, որը Ֆրունզիկը ստորագրել էր 1994 թվականին մի պրոդյուսերի հետ, ում անունը եղել է Արամ Գ. Եվ այդ պայմանագրով Ֆրունզիկը համաձայնել էր փոխանցել իր բոլոր ֆիլմերի հեռինակային իրավունքները, բոլոր ապագա եկամուտները, բոլոր հնարավոր վերաթողարկումների շահույթները այդ պրոդյուսերին, փոխարենը ստանալով միայն մեկ անգամյա վճարում՝ 300,000 դրամ, գումար, որը այդ ժամանակ թվում էր մեծ, բայց որը իրականում հավասար էր ընդամենը մի քանի 100 ամերիկյան դոլարի։ Եվ ամենավատը, Ֆրունզիկը երբեք չստացավ նույնիսկ այդ գումարը, քանի որ պրոդյուսերը անհետացավ անմիջապես պայմանագիրը ստորագրելուց հետո։ Եվ երբ Ֆրունզիկը փորձեց գտնել նրան, պարզվեց, որ այդ անունը կեղծ էր, գրասենյակը փակ էր, եւ ամբողջ գործարքը եղել էր խարդախություն։ Խարդախություն, որը նպատակ ուներ գողանալ Ֆրունզիկի ամբողջ ժառանգությունը, ամբողջ այն արժեքը, որը նա ստեղծել էր տասնամյակների ընթացքում։ Իրավաբան, որը հետո ուսումնասիրեց այդ պայմանագիրը, ասաց. «Սա ամենաանբարոյական փաստաթուղթն է, որ ես երբևէ տեսել եմ, քանի որ այն ստորագրվել է մարդու կողմից, որը եղել է հուսահատության մեջ, որը չի հասկացել, թե ինչ է ստորագրում, որը վստահել է մարդու, ով ներկայացել է որպես օգնական։ Ինչու Ֆրունզիկը ստորագրեց այդ պայմանագիրը։ Ինչու նա, որը ամբողջ կյանքը եղել է զգույշ, որը երբեք չի վստահել անծանոթներին, հանկարծ համաձայնեց փոխանցել ամեն ինչ, ինչ ուներ։ Պատասխանը պարզ է, քանի որ նա հուսահատ էր, քանի որ նա չուներ այլ ընտրություն, քանի որ նա հավատաց խոստումներին, որ այդ գումարը կփրկի նրան, կթույլ տա նրան վճարել պարտքերը, գնել սնունդ, տաքացնել բնակարան, հանը ապրել մարդու արժանապատվությամբ։ Բայց այդ խոստումները եղան սուտ, եւ Ֆրունզիկը մնաց ոչ միայն առանց գումարի, այլ նաեւ առանց իր ժառանգության, առանց իր ապագայի, առանց նույնիսկ հույսի, որ մի օր իրավիճակը կբարելավվի։ Բայց ով էր այդ Արամ Գ, որը խաբեց Ֆրունզիկին եւ կգողացավ նրա ամբողջ կյանքի աշխատանքը։ Հետաքննությունը, որը սկսվեց Ֆրունզիկի մահից հետո, բացահայտեց ինչ-որ բան, որը շոկեց բոլորին։ Բացահայտեց, որ Արամ Գ չէր մի անձ, այլ էր կեղծ անուն, որը օգտագործվել էր մի խմբի կողմից, որը մասնագիտացել էր խաբելու ծեր արվեստագետներին, գողանալու նրանց հերինակային իրավունքները եւ հետո վաճառելու այդ իրավունքները արտասահմանյան ընկերություններին, որոնք վերաթողարկում էին հին խորհրդային ֆիլմերը եւ վաստակում էին միլիոններ։
մինչդեռ բնօրինակ արվեստագետները մնում էին աղքատության մեջ։ Այդ խումբը գործել էր տարիներ շարունակ, խաբել էր տասնյակ արվեստագետների եւ ոչ ոք չէր կարողացել կանգնեցնել նրանց, քանի որ նրանք օգտագործում էին իրավական ճեղքեր, կեղծ փծփաստաթղթեր եւ կոռուպցիա, ապահովելու, որ նրանց գործունեությունը մնա անտեսված։ Մի հետաքննող, որը աշխատեց այդ գործի վրա, ասաց. «Մենք գտանք ավելի քան 50 նմանատիպ պայմանագրեր, 50 արվեստագետ, ովքեր խաբվել էին նույն ձևով, եւ երբ մենք փորձեցինք գտնել այդ խմբի անդամներին, պարզվեց, որ նրանցից շատերը արդեն հեռացել էին երկրից, ապրում էին արտասահմանում, վայելում էին այն գումարները, որոնք գողացել էին, մինչդեռ նրանց զոհերը մեռնում էին աղքատության մեջ»։ Արդյոք Ֆրունզիկը գիտեր, որ խաբվել է։ Այո, նա գիտեր։ Նա հասկացավ դա շատ արագ, երբ պրոդյուսերը անհետացավ, երբ հեռախոսները չպատասխանեցին, երբ գրասենյակը փակ էր։ Բայց ինչ կարող էր նա անել։ Նա փորձեց դիմել ոստիկանությանը, բայց նրանք ասացին, որ չեն կարող օգնել, քանի որ պայմանագիրը ստորագրված է, եւ եթե նա ուզում է վիճարկել այն, նա պետք է դիմի դատարան, բայց դատարանը պահանջում էր գումար, պահանջում էր իրավաբան, պահանջում էր ժամանակ, եւ Ֆրունզիկը չուներ ոչ մեկը։ Եվ այսպես նա հանձնվեց, ընդունեց, որ կորցրել է ամեն ինչ, եւ ապրեց իր վերջին տարիները գիտակցելով, որ նույնիսկ նրա մահից հետո, նույնիսկ երբ նրա ֆիլմերը կշարունակեն ցուցադրվել, նույնիսկ երբ մարդիկը կշարունակեն ծիծաղել նրա կատակներին, նրա ընտանիքը, նրա դուստրը չի ստանա ոչինչ, քանի որ ամեն ինչ արդեն գողացված է, արդեն վաճառված է, արդեն կորած է։ Դուստրը, երբ իմացավ այս ամենի մասին, որոշեց չհանձնվել։ Նա վարձեց իրավաբան, սկսեց իրավական պայքար, որը տևեց 3 տարի։ 3 տարի, որի ընթացքում նա պայքարեց ոչ միայն այն մարդկանց դեմ, ովքեր խաբել էին նրա հորը, այլ նաև համակարգի դեմ, որը թույլ տվեց, որ այդ խաբեությունը տեղի ունենա։ Համակարգի, որը պաշտպանում էր խաբեբաներին եւ անտեսում էր զոհերին։ Եվ վերջապես 1201 թվականին դատարանը կայացրեց վճիռ, որը հայտարարեց, որ պայմանագիրը անվավեր է, որ այն ստորագրվել է խաբեության միջոցով եւ որ բոլոր հեղինակային իրավունքները պետք է վերադարձվեն Ֆրունզիկ Մկրտչյանի ժառանգներին։ Դա էր հաղթանակ, բայց դա էր հաղթանակ, որը եկավ 4 տարի ուշ։ 4 տարի, որի ընթացքում Ֆրունզիկը մեռել էր։ 4 տարի, որի ընթացքում խաբեբաները վայելել էին իրենց շահույթները, եւ 4 տարի, որի ընթացքում արդարությունը ուշացել էր այնքան, որ այն կորցրել էր իր իմաստը։ Դուստրը ասաց. «Ես շահեցի դատական գործը, բայց ես կորցրի հորս, եւ ոչ մի դատական վճիռ չի կարող վերադարձնել նրան, ոչ մի գումար չի կարող փոխհատուցել այն տարիները, որոնք նա ապրեց տառապանքի մեջ, գիտակցելով, որ նա խաբվել է, որ նա կորցրել է ամեն ինչ, որ նա ոչինչ չի կարող անել»։ Կար մեկ այլ գաղտնիք, որը բացահայտվեց միայն տարիներ անց Ֆրունզիկի մահից, եւ այդ գաղտնիքը կապված էր նրա առողջության հետ, կապված էր այն հիվանդության հետ, որը դանդաղ սպանում էր նրան, բայց որի մասին նա երբեք չխոսեց, երբեք չբողոքեց, երբեք չփնտրեց օգնություն։ Բժիշկ, որը տեսավ Ֆրունզիկին նրա վերջին ամիսներին, հետո ասաց. «Ես անմիջապես հասկացա, որ նա հիվանդ է, շատ հիվանդ, եւ ես ասացի նրան, որ նա պետք է գնա հիվանդանոց, պետք է անցնի հետազոտություններ, պետք է սկսի բուժում, բայց նա հրաժարվեց, ասաց, որ չունի գումար, չունի ապահովագրություն, չունի ոչինչ, եւ երբ ես առաջարկեցի նրան անվճար օգնություն, նա ժպտաց եւ ասաց. «Շնորհակալ եմ, բայց ես չեմ ուզում լինել բեռ ոչ ոքի համար։ Ես ապրել եմ իմ կյանքը, եւ եթե հիմա ժամանակն է գնալու, ապա թող այդպես լինի»։ Ինչ հիվանդություն ուներ Ֆրունզիկը։ Բժիշկը ասաց, որ դա էր սրտի հիվանդություն, որը կարող էր բուժվել, եթե նա ստանար ճիշտ տեղորայք, ճիշտ խնամք, բայց առանց բուժման այն անխուսափելիորեն կհանգեցներ մահվան։ Եվ Ֆրունզիկը գիտեր դա։ Նա գիտեր, որ մեռնում է, գիտեր, որ ժամանակը սպառվում է, բայց նա ընտրեց չանել ոչինչ, ընտրեց պարզապես սպասել վերջին, սպասել այն պահին, երբ նրա սիրտը վերջապես կդադարի զարկել եւ նրա տառապանքները կավարտվեն։ Բայց ինչու Ֆրունզիկը հրաժարվեց բուժումից։ Ինչու նա, որը ամբողջ կյանքը պայքարել էր, որը երբեք չէր հանձնվել, հանկարծ որոշեց չպայքարել իր կյանքի համար։ Պատասխանը ըստ նրանց, ովքեր ճանաչում էին նրան, կայանում էր նրանում, որ Ֆրունզիկը կորցրել էր ցանկությունը ապրելու, կորցրել էր այն կրակը, որը երբեմն այրում էր նրա ներսում, կորցրել էր հույսը, որ կյանքը կարող է դառնալ ավելի լավ։ Նա տեսել էր, թե ինչպես է աշխարհը փոխվել, տեսել էր, թե ինչպես են մարդիկը դարձել ավելի կոշտ, ավելի անտարբեր, ավելի եսասեր, եւ նա չէր ուզում ապրել այդ աշխարհում, չէր ուզում լինել մաս այդ հասարակության, որը մոռացել էր, թե ինչ է նշանակում հոգ տանել միմյանց մասին։ Մի հին ընկեր, որը խոսեց Ֆրունզիկի հետ նրա վերջին ամիսներին, հիշում է. Ֆրունզիկը ինձ ասաց. «Ես տեսել եմ լավագույն օրերը, տեսել եմ, երբ մարդիկը սիրում էին միմյանց, երբ նրանք օգնում էին միմյանց,
երբ նրանք հավատում էին ինչ-որ բանի, որը ավելի մեծ էր, քան իրենք։ Բայց այդ օրերը անցել են։ Եվ հիմա ես տեսնում եմ աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք մտածում է միայն իր մասին, որտեղ փողը ամեն ինչ է, որտեղ արվեստը, մշակույթը, մարդկայնությունը ոչինչ չեն նշանակում։ Եվ ես չեմ ուզում ապրել այդ աշխարհում։ Ես նախընտրում եմ գնալ մինչդեռ դեռ հիշում եմ լավ օրերը, մինչդեռ դեռ կարող եմ պահպանել այդ հիշողությունները անթերի։ Բայց կար նաև մեկ այլ պատճառ, ավելի անձնական, ավելի ցավոտ, եւ այդ պատճառը կապված էր նրա դստեր հետ, կապված էր այն մեղքի զգացումի հետ, որը նա կրում էր տարիներ շարունակ, մեղքի զգացում, որ նա չէր կարողացել լինել լավ հայր, չէր կարողացել տալ իր դստերը այն, ինչ նա արժանի էր, չէր կարողացել պաշտպանել նրան այն դժվարություններից, որոնք նա դիմագրավեց։ Ֆրունզիկի դուստրը հիշում է. «Վերջին անգամ, երբ խոսեցի հոր հետ մի քանի ամիս առաջ նրա մահից, նա ինձ ասաց. «Ներիր ինձ, որ ես չկարողացա լինել այն հայրը, որին դու արժանի էիր։ Ներիր, որ ես ավելի շատ ժամանակ անցկացրի բեմում, քան քեզ հետ։ Ներիր, որ երբ դու ինձ անհրաժեշտ էիր, ես չէի այնտեղ»։ Եվ ես փորձեցի ասել նրան, որ ես ոչինչ չունեմ ներելու, որ ես հասկանում եմ, որ նա արեց այն, ինչ կարող էր, բայց նա չլսեց։ Նա պարզապես շարունակեց խոսել, շարունակեց ներողություն խնդրել։ Եվ ես հասկացա, որ այդ մեղքի զգացումը ուտում էր նրան ներսից, եւ որ ոչինչ, ինչ ես կարող էի ասել, չէր փոխելու դա։ Սա էր այն բեռը, որը Ֆրունզիկը կրում էր իր վերջին օրերին։ Բեռը, որ նա ձախողված էր ոչ միայն որպես դերասան, ոչ միայն որպես արվեստագետ, այլ նաև որպես հայր, որպես ամուսին, որպես մարդ։ Եվ այդ բեռը այնքան ծանր էր, որ նա չէր կարող այլևս կրել այն, եւ նա ընտրեց թողնել։ Ընտրեց թողնել այն գնալ միակ ձևով, որը գիտեր։ Թողնելով այս աշխարհը, թողնելով այս կյով այս կյանքը, որը դարձել էր չափազանց ցավոտ, չափազանց դժվար, չափազանց անիմաստ։ Ֆրունզիկ Մկրտչյանի մահից հետո նրա բնակարանը մնաց դատարկ ամիսներ շարունակ, քանի որ ոչ ոք չուզում էր ապրել այնտեղ, ոչ ոք չուզում էր լինել այն տեղում, որտեղ այդպիսի ողբերգություն տեղի էր ունեցել, եւ հարևանները ասում էին, որ գիշերները նրանք լսում էին տարօրինակ ձայներ այդ բնակարանից, ձայներ, որոնք հնչում էին ինչպես քայլեր, ինչպես շնչառություն, ինչպես մեկի ներկայություն, եւ թեև դա իհարկե կարող էր լինել պարզապես երևակայություն, կարող էր լինել պարզապես հին շենքի ճռռոցներ, բազմաթիվ մարդիկ հավատում էին, որ Ֆրունզիկի հոգին դեռ այնտեղ էր, դեռ թափառում էր այն սենյակներում, որտեղ նա անցկացրել էր իր վերջին օրերը, դեռ փնտրում էր ինչ-որ բան, որը նա չգտավ իր կյանքում, խաղաղություն, հանգստություն, ազատություն այն ցավից, որը հետապնդել էր նրան տասնամյակներ շարունակ։ Վերջապես 1998 թվականի գարնանը բնակարանը վաճառվեց մի երիտասարդ ընտանիքի, որը չգիտեր դրա պատմության մասին, չգիտեր, թե ինչ էր տեղի ունեցել այնտեղ, եւ երբ նրանք տեղափոխվեցին, նրանք գտան մի բան, որը նախորդ բնակիչները բաց էին թողել։ Գտան հին ձայնագրություն, կասետ, որը թաքնված էր գրադարանի հետևում, եւ երբ նրանք լսեցին այդ կասետը, նրանք լսեցին Ֆրունզիկի ձայնը։ Ձայն, որը գրանցվել էր ամենայն հավանականությամբ նրա վերջին շաբաթներին։ Ձայն, որը խոսում էր դանդաղ, հոգնած, բայց դեռ պարզ, դեռ ուժեղ, եւ այդ ձայնը ասում էր բաներ, որոնք ոչ ոք երբևէ չէր լսել։ Ասում էր բաներ, որոնք Ֆրունզիկը ամենայն հավանականությամբ ուզում էր ասել աշխարհին, բայց երբեք չգտավ հնարավորություն կամ խիզախություն դա անելու։ Այդ ձայնագրության մեջ Ֆրունզիկը խոսում էր իր կյանքի մասին, իր ձախողումների մասին, իր զղջումների մասին, բայց նաև իր երազանքների մասին, իր հույսերի մասին, իր հավատի մասին, որ չնայած ամեն ինչին, չնայած բոլոր դժվարություններին, կյանքը դեռ արժե ապրելու, արվեստը դեռ արժե ստեղծելու, սերը դեռ արժե տալու։ Նա ասաց. «Ես գիտեմ, որ շատերը կմտածեն, որ ես ձախողված եմ, որ ես վերջացրի իմ կյանքը աղքատության մեջ, մենության մեջ, մոռացվածության մեջ։ Եվ գուցե նրանք ճիշտ են, գուցե ես իսկապես ձախողված եմ, բայց ես ուզում եմ, որ մարդիկ իմանան մի բան. ես երբեք չզղջացի, որ ընտրեցի արվեստը, երբեք չզղջացի, որ նվիրեցի իմ կյանքը բեմին, կինոյին, մարդկանց ուրախացնելուն, քանի որ այդ տարիները, այդ պահերը, երբ ես կանգնած էի բեմում եւ տեսնում էի մարդկանց դեմքերը, տեսնում էի նրանց ժպիտները, լսում էի նրանց ծափծափերը, այդ պահերը արժեին ամեն ինչ, արժեին բոլորին բոլոր տառապանքները, բոլոր զրկանքները, բոլոր մենությունները, քանի որ այդ պահերին ես զգում էի, որ ես ապրում եմ, զգում էի, որ ես ինչ-որ բան նշանակում եմ, զգում էի, որ իմ կյանքն ունի իմաստ։ Երիտասարդ ընտանիքը, որը լսեց այդ ձայնագրությունը, որոշեց այն հրապարակել, որոշեց, որ աշխարհը պետք է լսի Ֆրունզիկի վերջին խոսքերը, եւ երբ այդ ձայնագրությունը հեռարձակվեց ռադիոյով, երբ այն տարածվեց հասարակության մեջ, արձագանքը եղավ անսպասելի։ Հազարավոր մարդիկ զանգահարեցին, գրեցին նամակներ, կիսվեցին իրենց զգացմունքներով, եւ շատերը ասացին, որ այդ ձայնագրությունը փոխեց նրանց հայացքը կյանքի վրա, փոխեց նրանց հասկացողությունը այն մասին, թե ինչ է իսկապես կարևոր։
Մի լսող ասաց. «Երբ ես լսեցի Ֆրունզիկի ձայնը, երբ ես լսեցի նրա խոսքերը, ես լացի, ոչ թե տխրությունից, այլ ճանաչումից։ Քանի որ ես հասկացա, որ մենք բոլորս փնտրում ենք նույն բանը։ Փնտրում ենք իմաստ, փնտրում ենք կապ, փնտրում ենք զգացում, որ մեր կյանքը նշանակում է ինչ-որ բան։ Եվ Ֆրունզիկը, չնայած բոլոր իր տառապանքներին, գտավ այդ իմաստը, գտավ այդ կապը։ Եվ դա ինչ-որ բան է, որը մենք բոլորս կարող ենք սովորել նրանից։ Այսօր, երբ մարդիկը խոսում են Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, նրանք խոսում են ոչ միայն նրա ֆիլմերի մասին, ոչ միայն նրա տաղանդի մասին, այլ նաև նրա ողբերգության մասին, նրա մահվան մասին, որը դարձավ խորհրդանիշ ավելի լայն խնդրի, որը դեռ գոյություն ունի այսօր, խնդրի, որը կապված է այն հետ, թե ինչպես հասարակությունը վերաբերվում է իր արվեստագետներին, իր ծերերին, իր խոցելի անդամներին։ Ֆրունզիկի պատմությունը դարձավ զարթոնք, դարձավ կանչ գործողության, դարձավ հիշեցում, որ մենք պարտավոր ենք հոգ տանել միմյանց մասին, պարտավոր ենք ապահովել, որ ոչ ոք չմեռնի մենության մեջ, ոչ ոք չզգա, որ նա մոռացված է, ոչ ոք չկորցնի հույսը, որ կյանքը կարող է լինել ավելի լավ։ Այսօր, 25 տարի անց Ֆրունզիկ Մկրտչյանի մահից, Հայաստանը շատ բան է փոխվել, բայց նրա հիշատակը դեռ ապրում է, դեռ ոգեշնչում է, դեռ հուզում է սրտերը։ Երևանում կա թանգարան, որը նվիրված է նրան, որտեղ պահվում են նրա անձնական իրերը, նրա լուսանկարները, նրա ձայնագրությունները, եւ ամեն տարի հազարավոր մարդիկ այցելում են այդ թանգարանը, հարգանք տալու այն մարդուն, որը տվեց իր կյանքը արվեստին, որը ուրախացրեց միլիոններին, որը մեռավ մենության մեջ, բայց որի հիշատակը երբեք չի մեռնի։ Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակի հիմնադրամը, որը ստեղծվեց նրա մահից հետո, դեռ գործում է, դեռ օգնում է ծեր արվեստագետներին, դեռ ապահովում է, որ նրանք չզգան այն մենությունը, որը Ֆրունզիկը զգաց իր վերջին օրերին։ Հիմնադրամը օգնել է հարյուրավոր մարդկանց, փրկել է տասնյակ կյանքեր եւ դարձել է օրինակ այն բանի, թե ինչպես հասարակությունը կարող է միավորվել հոգ տանելու իր ամենախոցելի անդամների մասին։ Արամ Գլը, պրոդյուսերը, որը խաբեց Ֆրունզիկին, երբեք չգտնվեց, երբեք չպատասխանեց իր արարքների համար։ Եվ դա մնում է որպես հիշեցում, որ արդարությունը ոչ միշտ է հասնում, որ չարիքը երբեմն մնում է անպատիժ, բայց որ դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք պայքարել դրա դեմ։ Չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք։ Չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք անարդարությունը որպես անխուսափելի։ Ֆրունզիկի դուստրը, որը պայքարեց տարիներ շարունակ վերականգնելու հոր հեղինակային իրավունքները, այսօր ապրում է Երևանում, աշխատում է հիմնադրամում եւ նվիրում է իր կյանքը ապահովելուն, որ այլ արվեստագետներ չկրեն այն, ինչ կրեց նրա հայրը։ Նա ասում է. «Ես չեմ կարող վերադարձնել հորս, բայց կարող եմ ապահովել, որ նրա մահը չլինի զուտ ողբերգություն, այլ լինի սերմ, որը ծլի եւ աճի եւ դառնա ծառ, որի ստվերում ապագա սերունդները կգտնեն պաշտպանություն»։ Բնակարանը Աբովյան փողոցում, որտեղ Ֆրունզիկը մեռավ, այսօր տուն է երիտասարդ ընտանիքի, որը գիտի դրա պատմությունը, որը հարգում է դրա անցյալը եւ որը ամեն տարի դեկտեմբերի 27-ին վառում է մոմ պատուհանի մոտ, հիշելու այն մարդուն, որը մեռավ այնտեղ, հիշելու, որ կյանքը կարճ է, որ սերը կարևոր է, որ մենք պարտավոր ենք հոգ տանել միմյանց մասին, քանի դեռ ժամանակ ունենք, քանի դեռ կարող ենք փոխել բաները, քանի դեռ կարող ենք ապահովել, որ ոչ ոք չմեռնի այնպես, ինչպես Ֆրունզիկը մեռավ, մենակ, սառած, մոռացված։ Եվ այսպես մնում է հարցը, որը մենք բոլորս պետք է տանք մեզ. ինչ ենք մենք սովորել Ֆրունզիկ Մկրտչյանի մահից։ Արդյոք մենք իսկապես փոխվել ենք, թե մենք դեռ ապրում ենք հասարակությունում, որտեղ մարդիկը մոռացվում են, երբ նրանք ծերանում են, երբ նրանք այլևս չեն կարող տալ այն, ինչ մենք ուզում ենք։ Արդյոք մենք դեռ թույլ ենք տալիս, որ մեր արվեստագետները, մեր ազգային գանձերը մեռնեն աղքատության մեջ, մինչդեռ մենք նստում ենք մեր տներում եւ դիտում ենք նրանց ֆիլմերը, լսում ենք նրանց երգերը, վայելում ենք նրանց արվեստը։ Ֆրունզիկ Մկրտչյանի պատմությունը պետք է լինի հայելի, որտեղ մենք տեսնում ենք մեր սեփական ձախողումները, մեր սեփական մեղքերը, մեր սեփական անտարբերությունը։ Եվ երբ մենք նայում ենք այդ հայելուն, մենք պետք է հարցնենք մեզ. ինչ ենք մենք անելու այլ կերպ։ Ինչպես ենք մենք ապահովելու, որ այլ Ֆրունզիկներ չմեռնեն մենության մեջ։ Գուցե պատասխանը սկսվում է փոքր բաներից. զանգահարել ծեր հարևանին, այցելել մենակ ապրող ազգականին, հարցնել ընկերոջը, թե ինչպես է նա իսկապես զգում իրեն։ Գուցե պատասխանը սկսվում է այն բանից, որ մենք դադարենք ապրել մեր փոքրիկ աշխարհներում եւ սկսենք տեսնել այն մարդկանց, ովքեր շրջապատում են մեզ, տեսնել նրանց ցավը, նրանց մենությունը, նրանց անհրաժեշտությունը։ Ֆրունզիկ Մկրտչյանը մեռավ մենակ, բայց նրա մահը միավորեց հազարավորներին։ Նրա ողբերգությունը դարձավ շարժիչ ուժ փոփոխության համար,
Եվ եթե մենք իսկապես ուզում ենք հարգել նրա հիշատակը, ապա մենք պետք է ապահովենք, որ նրա մահը չի լինի զուտ վիճակագրություն։ Ինչպես եք դուք հիշում Ֆրունզիկ Մկրտչյանին։ Արդյոք նա ձեզ համար լեգենդ էր, թե զգուշացում։ Կարծում եք, որ նա զոհ էր համակարգի, որը շահագործեց եւ հետո թափեց նրան, թե կարծում եք, որ նա կատարեց ընտրություններ, որոնք ունեին հետևանքներ։ Ճանաչում եք մեկին, ով անձամբ հանդիպել է նրան։ Հիշում եք, երբ առաջին անգամ տեսաք նրա ֆիլմերը, երբ առաջին անգամ ծիծաղեցիք նրա կատակներին, երբ առաջին անգամ զգացիք այն մագիան, որը նա ստեղծում էր յուրաքանչյուր դերում։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ եք մտածում։ Գրեք, եթե կարծում եք, որ հայկական հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն բանի համար, որ արեց Ֆրունզիկին։ Գրեք, եթե հավատում եք, որ արդարությունը եկավ չափազանց ուշ, կամ եթե կարծում եք, որ այն եկավ ճիշտ ժամանակին։ Ձեր կարծիքները կարևոր են։ Ձեր հիշողությունները կենդանի են պահում Ֆրունզիկին։ Եվ գուցե հենց ձեր խոսքերը կօգնեն բացահայտել ճշմարտությունը, որը թաքնված էր այսքան երկար։ Եթե այս պատմությունը ձեզ դիպավ, դրեք լայք։ Եթե կարծում եք, որ ավելի շատ մարդիկ պետք է իմանան դրա մասին, կիսվեք։ Եվ եթե ուզում եք լսել ավելի շատ պատմություններ մարդկանց մասին, ովքեր տվեցին ամեն ինչ եւ ոչինչ չստացան, արվեստագետների մասին, ովքեր դավաճանվեցին նրանց կողմից, ում սիրում էին, լեգենդների մասին, ովքեր մեռմեռան մոռացվածության մեջ, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Քանի որ այս պատմությունները արժանի են պատմվելու, քանի որ այս մարդիկը կարժանի են հիշվելու։ Եվ քանի որ գուցե հենց ձեր ձայնը, ձեր մեկնաբանությունը, ձեր աջակցությունը կարող է լինել այն, ինչ մեկ ուրիշը կարիք ունի, գտնելու ուժ շարունակելու համար։ Ֆրունզիկ Մկրտչյանը եղավ ազգի ձայնը, եղավ լեգենդ, եղավ իկոնա, բայց առաջին հերթին եղավ մարդ։ Մարդ, որը սիրեց, տառապեց, տվեց ամեն ինչ եւ ոչինչ չստացավ։ Եվ գուցե հենց այն բանով, որ մենք հիշում ենք նրան ոչ միայն որպես դերասան, այլ որպես կին, որը ուներ խիզախությունը երգել, երբ աշխարհը մութ էր, որը ուներ ուժը կանգնել, երբ բոլոր մյուսները ընկան, որը ուներ սերը տալ, նույնիսկ երբ ոչ ոք չէր տալիս նրան ոչինչ փոխարեն, մենք տալիս ենք նրան ամենամեծ պատիվը, որին նա արժանի է։ Պատիվ, որը ասում է. այո, դու սխալներ արեցիր, այո, դու կորցրիր տարիներ քո կյանքից, բայց դու երգեցիր, եւ քո երգը մեզ ստիպեց զգալ մարդ, եւ դա ինչ-որ բան է, որը երբեք չի կարող մոռացվել։ Հանգստացիր խաղաղության մեջ, Ֆրունզիկ։ Քո ձայնը լռեց, բայց քո հիշատակը ապրում է։ Եվ քանի դեռ այն ապրում է, կա հույս, որ նրանք, ովքեր գալիս են մեր հետևից, կսովորեն մեր սխալներից։ Կա հույս, որ ապագայի արվեստագետները չեն տառապի այն, ինչ դու տառապեցիր։ Կա հույս, որ սերը, իսկական, անկեղծ, անվերապահ սերը, կհաղթի դավաճանության, մոռացման, եսասիրության վրա։ Եվ գուցե հենց սա է ամենակարևոր դասը, որը դու մեզ թողեցիր, որ մարդ լինելը նշանակում է հիշել։ Մարդ լինելը նշանակում է շնորհակալ լինել։ Մարդ լինելը նշանակում է սիրել, նույնիսկ երբ սերը չի վերադառնում։ Քանի որ վերջում, երբ ամեն ինչ այլ անհետանում է, մնում է միայն սերը, եւ սերը, ճշմարտությունը, երբեք չի մեռնում։